Իշխան Սաղաթելյանի կինը գնացել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե և քննիչներին ասել, որ չի պատրաստվում պատասխանել նրանց հարցերին, ասել է, թե հրաժարվել է ցուցմունք տան։ Երեկ հայտնել էինք, որ քննչական կոմիտեն ծանոթում է ուղարկել Հայաստան դաշինքի падգամավոր Իշխան Սաղաթելյանի կնոջ Լիաննա Խաչատրյանին, որ նա ներկայանա նախաքննական մարմնին և հարցաքննվի։ 30-ից ավելի քննիչներ երեկ մուտք էին գործել Ազգային ժողովի падգամավոր Իշխան Սաղաթելյանի տուն և խուզարկություն իրականացրել։ Ավելի ուշ դեպքի մասին հայտարարությամբ հանդես եկավ քննչական կոմիտեն, նշելով, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում են մուտք գործել Ազգային ժողովի падգամավորի տուն։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացված հաղորդման համաձայն Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի հունվարի 5-ին տված կատարողական թերթով արգելվել է Իշխան Սաղաթելյանին և նրա կնոջը իրենց պատկանող գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարել։ Բացի այդ, դատարանի որոշմամբ 258 միլիոն 146 հազար 843 դրամի չափով պետք է արգելանք դնեին Իշխան Սաղաթելյանի և Լիաննա Խաչատրյանի սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա։ Հարուցված կատարողական վարույթի ընթացքում 2026 թվականի փետրվարի 2-ին Իշխան Սաղաթելյանը հրաժարվել է ներկայացնել գույքի եկամուտների և գույքային իրավունքների, այդ թվում պահանջի իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիրը։ 2020 թվականի ապրիլի 28-ին Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հայտարարագիրը, որում ի թիվս այլի նշել է գույք, որը հանդիսանում է պարտադիր առգրավման ենթակա գույք։ Տվյալ գույքի վրա դրվել է արգելանք։ Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքի հատկանիշներով։ Բացի այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ քրեական օրենսգրքի 510-րդ հոդվածի առաջին մասի պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելու հատկանիշներով։